Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 22-ի համար, օրը չորեքշաբթի է, և տեսնենք, թե ինչ է սպասվում բոլոր տարվա ծնված նշաններին, նաև եթե ձեզ հետաքրքրում է ֆինանսական և աշխատանքային կանխատեսումը նոյեմբերի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար, կարող եք նայել արդեն սանից հետո երևի կտեղադրեմ նա ալիքում, կարող եք նայել մյուս ալիքում։ Եթե ցանկանաք, կարող եք գրել նաև այս մյուս նշանների համար ևս կանեմ, որովհետև մարդիկ կան այս մյուս նշանները ավելի են գերադասում լսել, քան մյուսը, քան ամսվա ծնվածներին է։ Համար կարող եք գրել, շաբաթվա ընթացքում կանեմ նաև այս ալիքի համար։ Այսքանը օրը աշխատանքային է և տեսնենք ինչ է սպասվում, առնետներին տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի առնետներ, այդ օր առաջ խաղացում ունեք, զարգացում, դուք եք առաջ տանելու որևիցե գործեր, նաև եթե հիվանդանոցում ոչ մեկ ունեք, ապա ինքն է, իր մոտ է հիվանդությունը կամ ինչ-որ մի բան, ավելի է լավ անում, եթե թեկուզ պարկած էր, որևիցե ինչ-որ պատասխան չունեք և այլն, հիմա արդեն կիմանաք, որ ամեն ինչ լավ է։ Ոմանք կգնան հիվանդանոց, նման ոչ է բժշկական կենտրոն, այնտեղից կարող եք նաև բարի լուր լսել, լավ լուր լսել, հղիության մասին, ծննդաբերության կամ միգուցե արուն եք հանձնել և դրա պատասխաններն եք ստանում, որը շատ լավ է, այստեղ հաջողություն ունեք, այդ բարի լուրը կարող է նաև կախված չէ հիվանդանոցից, բժշկական կենտրոնից, ուղղակի ինչ-որ մի տեղից շատ լավ լուր կարող եք լսել, և դա ձեզ հաջողություն բերի, և դա ձեզ համար նոր դռներ բացի։ Եվ այսպես թե այնպես ամենայն դեպս կամ հիվանդանոցում կամ բժշկական ոչ կենտրոնում գործեր ունեք, որոնք որ պետք է անեք այդ օրը։ Երկերեսանի մարդիկ կան, կարող են ձեր մեջ կասկածներ գցել, ինչ-որ հարցի վերաբերյալ, միգուցե ինչ-որ մեկի անկողնային կյանքի վերաբերյալ, այստեղ մի փոքր ուշադիր, և երեկոյան արդեն կարող եք տխրել, կարող է ազդել իրոք ձեզ վրա, ասել օրինակ ինչ-որ խոսել իբրև դավաճանության մասին կամ չգիտեմ այնտեղ ինչեր ասես կարող է լինի, որովհետև այստեղ նման պատկեր է։ Ովքեր որ զույգ ունեն, ովքեր որ ամուսնացած չեն, թեկուզ, եթե զույգ ունեք, և ովքեր որ ամուսնացած են։ Դա ինչ-որ մի բան է, նաև հիվանդության հետ դա կարող է կապված լինել, բժշկության հետ կարող է կապված լինել, որ ուզում եք գնալ ինչ-որ մի բան անել և ձեզ ասում է, ոնց որ ինչ-որ մի բան է ձեր մեջ գցում, կասկած է, ինչ-որ բաներ է ասում, որ սկսում եք տատանվել։ Այնպես որ շատ բան մի լսեք, իրենից շատ բան մի պատմեք իրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։
Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի ցուլեր, նաև եզեր է կոչվում։ Այդ օրը յոյցա խոչընդոտներ ունեք, միգուցե այդ մարդուն հանդիպելու համար, այստեղ որտեղ ինչ-որ մարդ կա, կարող եք հանդիպել, կարող եք խոսել, միգուցե չի ստացվում, անընդհատ ինչ-որ խոչընդոտներ կան։ Մի փոքր կարող եք տխրել, հիասթափվել, դեպրեսիվ վիճակ է սա նաև, մտածմունքների մեջ եք, միգուցե նաև լավ չեք զգում ձեզ, պարկած եք կամ հիվանդ եք, դա եւս մի կողմից էլի ավելի է վատացնում այդ վիճակը։ Ինչ որ պահեր են այստեղ։ Նաև եթե հիվանդ եք, ապա ավելի լավ ձեզ կզգաք։ Եթե հիվանդուն եք, ապա եւս իր մոտ էլ ամեն ինչ լավ կլինի։ Եթե իր մասին եք մտածում, միգուցե այստեղ բժիշկն է ինչ որ մի բան ասում ձեզ։ Միգուցե չեք կարողանում տեսնել, որ ինչ որ մի հարցերի պատասխաններ ունենալ, ամենայն դեպս էլի լավ է լինելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը երկերեսանի մարդիկ կան եւ իրենց պատճառով ինչ որ մի բան է ուշանալու ձեզ մոտ։ Մոտավորապես 1 ամիս կարող է ուշանալ իրենց պատճառով։ Հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տղամարդու հետ կամ ինչ որ բան է նա ձեզ առաջարկելու, տատանվելու եք, հնարավոր է սիրո խոստովանություն է անում եւս տատանվում եք կամ ժամադրության հրավիրում։ Ինչ որ մի հարց է իր հետ կապված, որ տատանվում եք։ Նաև օրվա ընթացքում եւս հանդիպում շփում ոչ թե տղամարդու հետ արդեն մի փոքր տարիքով մեծ է եւ բացի տարիքը նաև կարող է պաշտոնավոր անձնավորություն է կամ պետական աշխատող մի խոսքով։
Օրվա ընթացքում ոմանց ամուսության առաջարկ կանեն, կամ դուք կանեք ամուսության առաջարկ, նաև պատրաստվում եք հարսանիքի, ոչ է առիթ է ձեր տանը, ընտանեկան, հա, ընտանիքի բոլոր անդամներին է դա վերաբերվում։ Գուցե ամուսինն է վերադառնում տուն, ինչ-որ մի նորություն եք լսում իրենից կամ ձեր կնոջից, եւ օձեր կան անմիջապես նախանձում են ձեր այդ վիճակին, կամ եթե ամուսության առաջարկ են արել, այդ պահին են ձեզ նախանձում, նաև այդպես չար վերաբերմունք կարող եք ստանալ։ Դա նաև գործարք է, ուշադիր եղեք, միգուցե այդ տվյալ անձնավորությունը այդքան էլ լավ չի տրամադրված ձեր նկատմամբ, հատկապես եթե ինքն է ձեզ առաջարկել գործնական ինչ-որ գործարքներ կնքել, միասին աշխատել եւ այլն։ Եվ երեկոյան սպասում եք, միգուցե իրոք ամուսինն է գալիս տուն, երեկոյան սպասում եք, կամ տղան է գալիս, այստեղ ինչ-որ մի բան է, այդ տղամարդկանց հետ է կապված։ Գալիս են տուն տան տղամարդիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը զգուշացում ունեք շատ մեծ, որ կարող են ձեզ փորձել թակարդկցել, այնպես անել, որ խոչընդոտներ ունենաք։ Նաև դա կարող է լինել ինչ-որ բանի ստորագրություն, ինչ-որ բանին կարող եք ավելի հեշտ հավատալ, եւ դա ձեզ համար խոչընդոտներ է բերելու հետագայում։ Ինչ-որ պայմանագրեր, եթե պետք է ստորագրեք կամ նմանատիպության հարցեր, ապա լավ երկար մտածեք, լավ ուշադիր նայեք ամեն մի փաստաթուղթ, ամեն մի հարց։ Նաև ինչ-որ գաղտնիք է բացահայտվում, ինչ-որ մի բան է, այդպես պայթում է, որը եւս էլի խոչընդոտներ է բերում։ Այդ օրը նաև կեղտոտ կին կա ձեր մոտ, ում հետ կարող եք խոսել, հանդիպել, ինչ-որ հարցեր ունենալ այդ կնոջ հետ, ինքը շատ կեղտոտ կին է։ Նաև սեղանի շուրջ եք նստելու, այստեղ հնարավոր է ոչ թե տղայի հետ, ոմանց մոտ սա սիրային է, ոմանց մոտ գործնական կարող է լինել, ձեր ընկերը կարող է լինել։ Եվ երեկոյան ոմանք կամ գնում են բժշկական կենտրոն, կամ հիվանդ ունեք, հիվանդանոցում եք, կամ տանն է, իրեն պետք է խնամեք, կամ դուք կարող եք հետո ձեզ վատ զգալ, այստեղ ուշադիր եղեք, ինչ եք խմում, ինչ եք ուտում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 22-ին։
Հարգելի վիշապներ, այդ օրը էմոցիոնալ կլինեք բավականին շատ։ Կարիերայում մի փոքր փոփոխություն է դեպի վեր, ավելի բարձրունք։ Եթե ովքեր որ պատվերով են աշխատում, նավր այդ օրերին, այդ օրը մի փոքր պատվեր ունենաք, ավելի շատ քան օրինակ մնացած օրերին է։ Կամ եթե ընդհանրապես չկար, այդ օրը կարող է 1 հատ լինի, 2 հատ լինի։ Նաև օրվա ընթացքում գորգռում եք։ Ինչ որ մեկի վրա, այստեղ կարող է տան անդամների հետ է կապված կամ տան հետ է կապված, միգուցե լույսի մարդն է, ջրի մարդն է, հողի մարդն է, ինչ որ մի բանի մարդն է, ում հետ որ կարող եք վիճել, միգուցե տանտերն է, միգուցե հարևանն է, ընտանիքի անդամները ևս, երեխաները։ Ոմանք նաև լարված եք եւ առիթի եք գնալու կամ առիթ է ձեր տանը, լարվել եք այդպես բոլորի պարտադիր չի արդեն այստեղ վիրավորել կամ նմանատիպ ոչապահեր։ Եվ ոչ լուսավոր մի բան տեղի կունենա, որից որ դուք շատ ձեզ ուրախ կզգաք, շատ լավ կզգաք, տրամադրությունը կբարձրանա, ոմանց իրո խոստովանություն կանեն, դուք կանեք, ձեզ լավ կզգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք։ Ինչ որ մի բան է տեղի ունենալու, որն որ ասում է ձեր սիրտը թռչի դուրս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի օձեր, այդ օրը այստեղ երկեսանի մարդիկ միգուցե չեն թողնում հանգստանաք։ Կարող է հանգստի կարիք ունեք եւ ինչ որ պետք է ձեզ փոխարինեն կամ նմանատիպ ինչ որ պահեր կամ ձեզանից առաջ են վազում, ձեր տնօրենին ասում, որ դուք ուզում եք հանգստանալ, որ իրենց հարմար չի, նմանատիպ ինչ որ պահեր կարող են լինել։ Նաև սա իբր դուք հիվանդ եք եւ իրենք իբր ձեր կողքն են մտածում են ձեր առողջության մասին։ Նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, միգուցե ինչ որ բժշկական կենտրոն է կամ նմանատիպ ինչ որ վայր է, որտեղ գնում եք, ժամը ուշացել եք եւ թե արդեն չեք կարող մտնել։ Միգուցե նաև նման ինչ որ պահեր են։ Ամենայն դեպս ձեզ վատ եք զգում, հիվանդ եք կամ հիվանդ ունեք կամ հիվանդանոցում ոչա մեկը կա, որից որ դուք ձեզ վատ եք զգում։ Այստեղ տխուր եք։ Եվ դրանից հետո բժիշկը ձեզ կարող է ինչ-որ մի լավ բան ասի կամ որևիցե մասնագետի հետ խոսեք, հանդիպեք եւ դրանից հետո արդեն ձեր տրամադրությունը բարձրանում է։ Ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, որն էլ որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։
Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի ձեր, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև ինչ-որ կողը մի բան են ձեզ ասում այդ օրը, որը պես փուչիկի նման պայթում է, կողը ինչ-որ գաղտնիք է, որը բացահայտվում է, նաև ուշադիր եղեք, հետո կողը ինչ-որ մի բան ձեզ առաջարկեմ, որը եւս փուչ է, որը իրական չէ, որը եւս խաբեություն է, ու մտքերի մեջ կլինեք, կամ ինչ-որ մեկի մասին կմտածեք, կամ ինչ-որ բանի մասին կմտածեք, ամենայն դեպս պարկացեք, ոնց որ թե կամ ձեզ լավ չեք զգում, կամ հիվանդացել եք, հա, ուշադիր եղեք, որպեսզի չհիվանդանաք այդ օրը նաև, եւ կամ տխուր եք, կամ մտածում եք այդ մարդու մասին, որ հիվանդ է, պարկած է։ Եվ ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն կանեն, հենց դա է, որ ինչ-որ մեկը ձեզ այնպիսի մի բան է խոսում կամ ամուսնությունից է խոսում, որ բացարձակապես զարմանալի է, ոնց կարելի է այդ մարդը, ոնց կարող էր այդ մարդը այսքան ժամանակ խաղալ, զգացմունքներ ունենալ, բայց ես չիմանայի դրա մասին, հա։ Նմանատիպ նաև որևէ մի բան է, կամ տան հետ կապված որևիցե ինչ-որ արարողություն է, կարևոր օր է ձեզ համար, նշանակալի օր է, նաև կարող է այդ ինչ-որ մի բոցավառ մի բանը բացահայտվում է, օրինակ ձեր երկրորդ կեսի հետ կապված։ Այսքանը ձեզ համար կամ ինքն է ասում, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի այծեր, այդ օրը որոշ տղամարդ հետ կարող եք հանդիպել, տարեց անձնավորություն է, կարող ձեր հայրն է, կարող է ձեր ամուսինն է, կամ ձեր պապին է, նաև պետական աշխատող կարող է լինել, կամ ինչ-որ գլխավոր մասնագետ։ Էմոցիոնալ կլինեք բավականին շատ, միգուցե չեք կարողանում այդ մարդուն տեսնել, որովհետև խոչընդոտներ կան, կամ ինչ-որ բան է ասում, դա հենց հետո խոչընդոտներ կան, ինչ-որ, հա, դա համար եք էմոցիոնալ։ Եվ օրվա վերջ արդեն սեղանի շուրջ եք նստելու, միգուցե նշում եք, ինչ-որ կարիերայում փոփոխություններ կան, միգուցե
ձեզ առաջ են տանում, որովհետեւ մի գործ են տալիս, որը շատ կարևոր էր, դա եք նշում։ Ոմանց է կարող պաշտոն են տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոմանք կարող է իրենց վատ են զգում, առավոտյան շատ զգում եք, որ հիվանդ եք կամ կոկորդը կարող է ցավելու շատիր եղեք, կամ նաև գնում եք որևէ բժշկական կենտրոն այդ օրը, կամ հիվանդատես։ Շատ ինչ որ զարգացում, առաջ խաղացում է լինելու, ոմանց մոտ հիվանդի մոտ, ոմանց դուք եք լավ լինելու, կամ որևէ մի լավ բան է տեղի ունենալու, առաջա գնալու ձեր գործերից որևէ մեկը։ Եվ դրանից հետո անգամ հուզվում եք, անգամ կարող եք արտասվել, գումար կստանաք, նաև գումար կծախսեք։ Եվ օրվա ընթացքում կարող եք ձեր ընտանիքի անդամների հետ վիճել կամ ձեր սիրելիի հետ վիճել։ Միգուցե անկողնու հետ կապված դա կարող է լինել, միգուցե լավ չեք զգում, ձեր վրա ազդում է, ինչ որ process տանը։ Եվ օրվա վերջ հույսով լցված եք, հույսն դել եք ինչ որ մի բանի վրա, եւ երկար սպասված որևէ նամակ կստանաք, լուր, տեղեկատվություն, գուցե փաստաթուղթ է նաեւ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հոկտեմբերի 22-ին։
Հարգելի ակահաղներ, այդ օրը ոչ է լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, ինչ որ մի լավ բան է, որից որ շատ ձեր տրամադրությունը կբարձրանա օրվա ընթացքում, ելք եք փնտրելու ինչ որ կամ հանգստանաք, կամ այցելեք բժշկին, կամ ոչ է կոսմետոլոգի մոտ, կամ վատ եք զգում ձեզ եւ ինչ որ ուզում եք մի պահ գլուխներ դնեք բարձին օրինակ։ Օրվա ավարտին ոչ է կտրուկ քայլ կարող եք անել, միգուցե ժամի հետ է կապված, ժամանակի հետ է կապված, ինչ որ մի բան կարող չեք հասցնում, պետք է շատ արագ անեք։ Նաև կարող է ինչ որ մեկն է ուշանում, եթե տանը անդամներից ինչ որ մեկն է ուշանում, կամ այդ ժամին ինչ որ մի որոշեք գնաք խանութ, երեկոյան ժամը 8-ին, 9-ին։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է։ Ժամին պետք է ուշադրություն դարձնել։ Կամ կտրուկ ժամ կփոխեն ինչ որ մարդիկ կամ դուք կփոխեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 22-ին։ Հարգելի շներ, այդ օրը ովքեր որ միայնակ են այստեղ մի բան ասեմ, հետո կամ ովքեր որ նոր ընկեր ունեն, նոր ինչ որ մեկ է ծանոթացել, պետք է գնան ժամադրության, սեղանի շուրջն այստեղ կարող եք մտածել եւ օծերը ձեզ կարող են կանգնեցնել կամ հեղափոխել եւ ինչ որ մի հնարավորություն այդ դեպքում արդեն ձեր ձեռքից բաց կթողնեք։ Գուցե եւ կախված այդ տղայի հետ, այդ աղջիկա հետ, այստեղ ինչ որ Նաև կարող է դա ձեր ինչ որ մի բան է, գործարք է, որ էլի նորից գնում եք կնքելու, եւ այստեղ եւս էլի ձեզ կարող են հեղափոխել, հա, ձեր մտքերը կարող են փոխել։ Եվ դուք այդ հնարավորությունը բաց թողնեք, կորցնեք։ Որտեղ ձեզ կանգնեցնում են իրենք, չեն թողնում, որ դուք անեք կամ գնաք, հա, ինչ որ մի պահ է այստեղ։ Կամ սեղանի շուրջ եք նստում եւ ինչ որ մեկի հետ եք խոսում, ով որ նախանձից ձեզ էլի նորից կանգնեցնում է, որ ինչ պետք է անեք հետո, հա, եւ դա է կանգնեցնում։ Ոնց որ մտքեր ունեք եւ այդ մտքերով կարող է սեղանի շուրջ նստած ինչ որ մեկի հետ եք կիսվում, որը այդքան էլ լավը չէ, օծ է։ Եվ օրվա ընթացքում խոչընդոտներ կան։ Եվ այն ինչը որ փակ էր, միգուցե այդ խոչընդոտներն է, հետո միանգամից կբացվի, այնպես որ առանց ոչա խնդրի։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 22-ին։
Հարգելի վարազներ, այդ օրը ինչ-որ միտեղ կգնաք երկար կմնաք, կամ աշխատանքը շատ կլինի, կարող է երկար մնաք, կամ պետք է ֆիքսվեք մի տեղում եւ աշխատեք ու աշխատեք անընդհատ։ Գնում եք, սպասում եք, որպեսզի հանդիպեք վարչապետական աշխատողի, այնտեղ երկար կարեք մնալ։ Նաեւ օրվա ընթացքում կստանաք նամակ, տեղեկատվություն, փաթեթ, ինչ-որ փաստաթուղթ կարող ստորագրել կամ տան եւ այլն։ Խոչընդոտներ կան այստեղ, որովհետեւ կտրուկ կարող եք քայլ եք անում եւ դա է ձեզ բերում խոչընդոտներ, անմտածված քայլ է դա լինում եւ դրանից էլ լինում է խոչընդոտներ։ Մի փոքր կարող եք դուք վատ զգալ, կարող եք հիվանդ ունենալ, կարող եք գնալ բժշկական կենտրոն, նաեւ սա ոնց որ ինչ որ ելք եք փնտրում ինչ որ մի հարցին լուծում տալու համար, միգուցե մտնեք հիվանդանոց, միգուցե հիվանդին տեսնեք օրինակ այդ ժամին, կարող է կամ ինչպես անեք, որ գնաք տվյալ անձնավորությանը տեսնեք։ Միգուցե նաև երկար եք մնում այդ օր աշխատանքի վայրում, որ հաջորդ օրը քիչ աշխատանք ունենաք եւ գնաք տեսնեք տվյալ անձնավորությանը։ Կամ դուք եք ձեզ վատ զգում եւ ելք եք փնտրում ինչ անեք, ուզում եք հանգստանալ, հանգիստ է պետք ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։